Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքսեթյան, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարություն է տարածել, որ պատրաստ են Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, ինչ նկատի ունի, հասկանանք, ինչ ասել են անհրաժեշտ պայմաններ։ Կարծում եմ առաջին հերթին անհրաժեշտ պայմանները դա Ադրբեջանի գործոնն է, Ադրբեջանի գործոնը ոնց հասկանում ենք, էլի այն հին պահանջն է, որ ինքը ունեցել է դա սահմանադրության նախաբանի փոփոխությունը, հա, փոխելը եւ այդ անորոշ ձևակերպումները թույլ են տալիս հենց թուրքական կողմին, այսպես ասած, այդ հարցերից դուրս գալ եւ մանևրել, ժամանակ շահել։ Այո, իհարկե որոշ զարգացումների դեպքում գուցե հնարավոր է, որ ամեն ինչ լինի նաեւ ադրբեջանական պահանջից անկախ Թուրքիան ինչ-որ քայլեր ձեռնարկի, բայց այս անորոշությունը նաեւ բնորոշ է դիվանագիտական հարաբերություններին եւ նաեւ տեղ է թողնում տարբեր զարգացումների դեպքում տարբեր որոշումներ կայացնել եւ մի դեպքում ասել, որ մենք պատրաստ ենք եւ զարգացնում ենք, ասենք առանց նախապայմանի բացում ենք սահմանները, մյուս դեպքում ավելի կոշտ արկապել այդ գործընթացը Ադրբեջանի պահանջների։ Սահմանների բացման այս փուլում չսպասել, այսինքն պայմանավորվածությունը, որ տևական ժամանակ է կա, բայց գետնի վրա մենք չենք տեսնում այդ իրականությունը։ Հիմա այս հայտարարությունից ինչ է ենթադրում, որ սահմանների բացում այնուամենայնիվ այս փուլում էլ չսպասել։ Ես կարծում եմ այս այո, հայտարարությունից ընդհանրապես շենքը շատ անորոշ է եւ ոչ մի բանի մասին է գրեթե ինչպես նշեցի եւ արկապում է այլ գործոններից այս գործընթացը, առաջին հերթին դա Ադրբեջանն է։ Իհարկե ակնկալել դրական զարգացում, որ գոնե հին 2022 թվականի պայմանավորվածությունները, որ երրորդ երկրների քաղաքացիների, հայ եւ դիվանագիտական անձնագրերի կրողների համար սահմանը կբացվի եւ իսա արդեն շատ վաղուց սպասված որոշում էր, բայց կարծում եմ ինքը նաև անիմաստ է դառնում, շատ ավելի առաջ կարելի է գնալ, հա, եւ ընդհանրապես արդեն այդ պայմանները կան, տեսնենք ինչ զարգացումներ են լինելու, այսինքն իմ կարծիքով եւ թուրքական կողմը իր անորոշությունը առաջին հերթին կապված է Ադրբեջանում անորոշության հետ եւ Ադրբեջանը դեռ չի որոշել ինչ զարգացում է լինելու այս հետընտրական գործընթացի ժամանակ, հա, ընթացից հետո Հայաստանի հետ այս գործընթացը, հա, կոմունիկացիաները եւ այլն եւ այլն։ Այսինքն Ադրբեջանի մոտ է հիմա սպասողական իրավիճակ, այնինչ թվում էր, թե ամեն ինչ հստակ է, կողմերը գնում են խաղաղության ճանապարհով եւ ինչի մասին էր նաեւ Հաջիևի այցը Հայաստան, դա խնդիրը ոչ թե խաղաղության գործընթացի մասին է, որտեղ խաղաղության գործընթացը ինքը հարցականի տակ չէ, այլ գործընթացի շատ կարևոր տարերի մասին է, ինչ ենք մենք ունենալու, հա, որովհետեւ ասենք նույն տրամաբանությամբ մենք կարող ենք շարունակել խաղաղության գործընթացը մի քանի տարի առնվազն, հա, այսինքն ինչ որ կա առևտրատնտեսական հարաբերություններ, այս անգամ Հայաստանից ինչ որ ապրանքներ կգնան Ադրբեջան, քաղաքասարակությունների հանդիպումներ կլինեն, ինչ որ սիմվոլիկ քայլեր կձեռնարկվեն, բայց մենք հասկանանք, որ ամենախոշոր թեմաները դա կոմունիկացիաների, ուղիղ կոմունիկացիաների բացումն է Հայաստան-Ադրբեջան սահմանների, դիվանագիտական հարաբերությունների եւ նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը, որը ինչպես նշեցի, կախված է նույնպես այս փուլում Ադրբեջանից։ Գուցե այստեղ ես կարծում եմ, որ որոշակի առաջընթաց կարող է լինել, երբ որ թրիփի շուրջ ինչ որ մենք պրակտիկ գործնական զարգացումներ ունենանք, այդ դեպքում նույն կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված կարելի է ակնկալել առաջընթաց, այսինքն հայ-ադրբեջանական ուղիղ սահմանին, ոչ թե Վրաստանի միջոցով։ Իսկ կոնցեսիոն կառավարությունը Ռուսաստանի ձեռքից վերցնելու պարագայում կարող են կապել այս գործընթացների հետ եւ կամ այդ գործընթացների ավելի արագ կամ դանդաղ ընթանալու հետ, որովհետեւ նախընտրական շրջանում գիտեք վարչապետը առնվազն նման հայտարարություններ արել է, որ երկաթուղու բացակայող հատվածները վերականգնելու է հայկական կողմը, այսինքն դա նշանակում է, որ այլևս չեն ապավինում, որ ռուսական կողմը դա կանի։ Նայեք, այդ երկաթուղիների հետ կապված հիմա նաև գիտեք, որ Կարսախալքալակով հայտարարություն կա, որ Հայաստանը կարող է օգտվել եւ կապնվել Թուրքիայի երկաթգծերի հետ, եւ մինչեւ մենք չվերականգնենք այդ երկու ձեր նշած հատվածները, Սադարակ եւ Ախուրիկ Կարս հատվածում, մենք ֆիզիկապես այդ հնարավորությունը չունենք, այսինքն մոտ 1 տարի, իսկ Կարս այդ Ախուրիկ հատվածի վերականգնումը նախին գնահատականները մոտ 1 տարի էր։ Մենք ինչ քաղաքական զարգացում է լինի, նույնիսկ եթե սահմանները վաղը բացվի, մենք չենք կարող այդ երկաթուղուց օգտվել։ Մեզ պետք է որ կառուցվի այդ երկաթուղին, ու նաև կոնցեսիայի
Համատեքստում այդ թեման կարևոր էր, որպեսզի թրիպի շարունակություն, հա, երկու տարբերակ կար թրիպի, դուք գիտեք, եթե Մեղրիում մենք ավարտենք ու Նախիջևանում ունենան ադրբեջանական կողմ ունենա ճանապարհը վերականգնված, մենք կարող ենք գալ, հասնել Հայաստանի սահման երասխով գնալ Մասիս, Գյումրի եւ Կարս, հա, այսինքն մեզ համար սա հետաքրքիր է, որ թրիպը շարունակվի Հայաստանի տարածքով նաեւ Երասխ, Մասիս, Գյումրի հատվածով եւ դառնա միջին միջանցքի ճանապարհներից մեկը ու ադրբեջանա-թուրքական մոտեցումը այն էր, որ պետք է լինի այդ Կարս Դիլուջու ճանապարհը, որ շրջանցում է Հայաստանի տարածքը եւ հաստատ միայն թրիպի այդ 43-4 կիլոմետրերը մենք օգտագործում ենք եւ կոնցեսիայի խնդիրը կարևոր է հենց այս համատեքստում, ինքը թրիպի համեմատ ավելի երկրորդական է եւ ես կարծում եմ, որ հիմնական թեման այնուամենայնիվ մնում է թրիպը եւ երբ որ արդեն պրակտիկ հողի վերաշինարարական աշխատանքներ սկսեն, ադրբեջանական կողմի հետ նաև համաձայնեցվեն մի քանի խնդիրներ, իսկ այնտեղ շատ կարևոր է մենք հիմա ամերիկյան կողմի հետ ունենք այնինչ լինելու է թրիպի զարգացման կազմակերպությունը, հա, իր ճարտարապետությունը արդեն հայտնի է, իրավական հիմքերը եւ այլն, բայց այնտեղ կան երկու կետեր, որոնք պետք է համաձայնեցնել Ադրբեջանի հետ, դա այդ սահման հատելու գործընթացը ինչպես է լինելու, մենք ունենք այդ back office-ի եւ front office-ի գաղափարը ու ինքը արդեն էլի կարելի ասել համաձայնեցված է, հա, արդեն գաղափարը կա, բայց փոխադարձ առավելությունների սկզբունքը, հա, ինքը շատ կարևոր սկզբունք է, որ առանց Ադրբեջանի մենք չենք կարող որոշել թրիպի այդ զարգացման, հա, կազմակերպության սահմաններում, այսինքն մենք պետք է բանակցենք ադրբեջանական կողմի հետ, ինչպես ենք սա պատկերացնում, եւ որ սա արդեն նույնպես հստակ լինի, ես կարծում եմ մենք հնարավորություն ունենք անցնել պրակտիկ քայլերի։ Պարոն Մելիքսեթյան, հասկանանք, թե ընտրություններից հետո ինչով է պայմանավորված նաև ռուսական կողմի լռությունը, նկատի ունեմ, որ պաշտոնական մակարդակում դեռևս չի եղել շնորհավորանք Նիկոլ Փաշինյանին, բայց մինչ այդ նաև իրենց պաշտոնական խոսափողները հայտարարում էին, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի, իրենք չեն ճանաչելու այս ընտրությունների արդյունքները, չեն շնորհավորելու եւ հիմա սպասում են վերջնական արդյունքներին եւ հիմա երբ ընտրությունների վերջնական արդյունքները ամփոփվեց, շարունակվում է այդ լռությունը, ինչի մասին է այդ լռությունը եւ ինչի մասին էին նախընտրական շրջանում եւ հիմա էլ շարունակվող այդ տնտեսական սանկցիաները։ Թեև իրենք պնդում են, որ դրանք որևէ քաղաքական ենթատեքստ չունեն, բայց ինչ միտում ունեն դրանք։ Դե ես կարծում եմ իրենց հիմնական միտումը մոբիլիզացնել մաքսիմալ արդյունքներ ունենալ ընտրություններում, այսինքն այն քաղաքական ուժերը, որոնք դիտարկվում են որպես պրոռուսական, որ իրենք մաքսիմալ քանակի ձայներ ստանան եւ հնարավորություն լինի կրկնել նույն Գյումրիի սցենարը, հա, կարծիքով պլան A-ն հենց դա էր ու քանի որ դա չստացվեց, հիմա ավելի շատ սպասողական, ես կարծում եմ իրավիճակը կախված է սա դիվանագիտական տակտիկական քայլ եմ ես դիտարկում, որպեսզի բարձրացնել, այսպես ասած, հետագա բանակցությունների գինը Հայաստանի հետ եւ փորձել այս պայմաններում, երբ որ ռուսամետ կուսակցությունները, քաղաքական ուժերը մեծամասնություն չունեն, արդեն ինչ-որ զիջումներ ստանալ եւ երաշխիքներ ստանալ հաղթած քաղաքական ուժից, այսինքն Նիկոլ Փաշինյանի ուժից, ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար առաջին հերթին իհարկե կարևոր է նույն երկաթուղու թեման, կարևոր է ռուսական ներկայության ամրագրման թեման, որովհետեւ երկաժամկետ առումով իրենք այդպիսի մտավախություն ունեն, որ այս գործընթացները, այսինքն ադրբեջանական խաղաղությունը, թրիպը, սահմանների բացումը բերելու է նաեւ ռուսական ներկայության թուլացմանը, այսինքն սահմաններից դուրս գալը, գուցե ռազմաբազայի թեմային, իրենք դա տրամաբանական ավարտ են դիտարկում, եւ քանի որ հիմա Ռուսաստանի դիրքերը թույլ են, իմ պատկերացումը այն է, որ Ռուսաստանը փորձում է ուղղակի ինչ-որ երաշխիքներ ստանալ հայկական կողմից, որ այդ ռուսական ներկայությունը մնալու է եւ Հայաստանը ինչ-որ քայլեր դրա դեմ չի ձեռնարկելու։ Այսինքն լռությամբ է փորձում դա կորզել, այսինքն այս որովհետեւ սա ճնշում է նաեւ այս հետընտրական հայտարարություններին, հա, որ մենք լսում ենք Մոսկվայից, նաեւ դե վերջին օրերի իրադարձություններից ելնելով Մոսկվայի շուրջ այդ լռությունն արդեն նաեւ ուրիշ պատճառներ ունի, որովհետեւ հիմա շատ բավական նաեւ թեժ իրավիճակ է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, բայց ես վստահ եմ, որ սա ավելի շատ տակտիկական քայլ է, մաքսիմալ, այսպես ասած, այդ լարվածությունը պահելու եւ առաջին ակնկալել գուցե այլ ինչ-որ զարգացումներ կլինեն հետընտրական, թեև դրանք քիչ հավանական են, երկրորդը, որ դրանով կարող են ճնշել նաեւ իշխանությունների Հայաստանի վրա եւ հաղթած քաղաքական ուժի
եւ կորզել ինչ որ զիջումներ, այնինչ իրենց պետք է։ Պարոն Մելիքսեթյան, այս փուլում ինչից է վախենում Ռուսաստանի Դաշնությունը, վախենում հնարավոր է բառը ճիշտ չեմ օգտագործում, բայց տեսեք, երբ Հայաստանին մեղադրում են, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, մենք գիտենք, որ այդ ճանապարհին նախ Հայաստանը դեռ շատ անելիք ունի եւ դա սին մեղադրանքներ են ինչ որ իմաստով։ Այս փուլում ինչից է փորձում հետ պահել Հայաստանին Ռուսաստանի Դաշնությունը, թե այդ տնտեսական սանկցիաներով, թե չգիտեմ մնացած քայլերով, հայտարարություններով, ինչի է փորձում հասնել։ Խնդիրը որտեղ է, այսինքն միգուցե Ռուսաստանի Դաշնությունում նաև գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում կան որոշումներ, որոնք այդքան էլ իրենց շահերից չեն բխում նույն երկաթուղու հետ կապված։ Խնդիրը որտեղ է։ Դա հենց դուք նշեցիք, դա նայեք թրիփում Ռուսաստանի ներկայության մասին անհրաժեշտության խոսում են 2025 թվականի օգոստոսի վերջից սեպտեմբերից, այսինքն անցած տարվա այդ Վաշինգտոնյան հանդիպումներից հետո Ռուսաստանը հստակ դժգոհ է դրանով, Ռուսաստանը մի քանի անգամ տարբեր օղակներով, տարբեր դեմքերով, Օվերչուկ, Շոյգու եւ այլն խոսում է դրա մասին, որ չէ, իրենք պետք է ներկա լինեն, իրենք պետք է ներկա լինեն ատոմակայանի հարցում, պետք է ներկա լինեն եւ պահպանեն երկաթուղիների կոնցեսիան, ինչպես նշեցի, ավելի հեռու եւ տրամաբանական հաջորդ քայլը նաեւ ռուսական ներկայությունն է հայրենական սահմանին։ Դուք Օվերչուկի այդ հոդվածից ապրիլի 2-ի կարող եք դա գուշակել, որ նույնպես իրենց համար դա կարևոր թեմա էր հայ-թուրքական սահմանին, ռուսական ռազմաբազայի թեման, ինչպես ես նշեցի, որովհետև իրենք դիտարկում են այս գործընթացը որպես զարգացող տրամաբանություն, որտեղ Ռուսաստանը հետզհետե կորցնում է այն բոլոր այն ակտիվները, որը ինքը ստացել է նախկին հիմնական 90-ականների վերջից, նախկին 25-30 տարվա ընթացքում Հայաստանի տարածքում։ Եվ քանի որ Ռուսաստանի դիրքերը ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածաշրջանում թուլանում են, ու Հայաստանում ամենավառ դրսևորումն է Ռուսաստանի դիրքերի թուլացման, ընդ որում Հայաստանը միշտ դիտարկվել է որպես ամենաթույլ օղակը, որպես ամենաթույլ պետությունը հետխորհրդային տարածաշրջանի Ռուսաստանից ամենաշատը կախված, եւ այս կորուստը իրենց համար իհարկե այս ազդեցության կորուստը ցավալի է ու որ նաեւ որոշակիորեն տարօրինակ է, որտեղ Հայաստանից սա չէին սպասում, որ ինքը ամենաթույլ երկիրը լինելով վստահ են, որ հիշում եք, չէ, ասենք 2000-ականների 10-ականներից եւ որ Ռուսաստանը Ադրբեջանի զենք էր վաճառում եւ Հայաստանից բողոքներ են հնչում, ամենատարածված ռուսական թեզը «Ակուդա вы денетесь», այսինքն ուր եք գնալու, հա, դուք, իսկ հիմա քանի որ երևում է, որ գնալու տեղ նույնպես կա եւ Եվրամիությունը այս ֆինանսական աջակցությունը նույնիսկ գյուղատնտեսական բնագավառում եւ այլն ցույց տվեց, որ իրավիճակը տարբերվում է նաեւ նախկինում, այնինչ եղել, օրինակ նայեք 2006 թվականին Ռուսաստանը նույն սանկցիաները դնում է Վրաստանի, Մոլդովայի վրա, Եվրամիությունը ոչ մի արձագանք չունի, այսինքն տարիներով այդ պետությունները ինչ որ փոփոխություններ են կատարել, նաեւ արտադրության որակի եւ այլն, որ մուտք են ստացել դեպի Եվրամիության շուկա, հատկապես վրացական կողմը, սա ես կասեի Ուկրաինայի դասերն էր նաեւ Եվրամիության համար, որ պետք է շատ ավելի արագ գործել ու այդ առումով Ռուսաստանը նույնպես այս քայլերից կարծում եմ ավելի շատ մտահոգվել է այս արագ արձագանքից եւ հիմա որոշակի տուպիկային իրավիճակ է, որովհետեւ այսինքն փորձում էին վատ դրության մեջ դնել Հայաստանը, ստացվեց, որ իրենք նույնիսկ դրանով նպաստեցին Եվրամիության ավելի վճռական քայլերին, իրենք դա չէին ակնկալում եւ հիմա սա նույնպես խնդիր է, որ կարծում եմ այնտեղ վերլուծում են եւ փորձում են հասկանալ ինչ անել, ինչպես շարունակել այս գործընթացը։ Իդեպ նույն Լուկաշենկոն, որը հաճախ պնդում էր, թե ում են պետք հայերը եւ ուր պիտի գնան, հիմա տրտնջում է, որ Բելարուսի համար շատ ցավոտ հետևանքներ կարող են լինել, եթե ռուս-ուկրաինական պատերազմը տեղափոխվի նաեւ Բելարուսիայի տարածք։ Ինչ եք կարծում, նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման տեսանկյունից մոտ է ավարտը։ Մենք տեսնում ենք, որ ռուսական կողմի մոտ խոսույթը փոխվել է, անգամ Զելենսկուն հրավիրում են Մոսկվա բանակցությունների, մինչ այդ գիտեք ինչպես էին անվանարկում եւ ինչպես էին խոսում Զելենսկու մասին։ Գիտեք, այս զարգացումները Թրամփի հատկապես 2024 թվականից, հա, 25 թվականից, երբ որ մի քանի տարբեր փորձեր եղան կարգավորելու եւ ինչ որ հայտարարի գալու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, միշտ խոսում են, որ հիմա շատ մոտ են կողմերը եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, քանի որ այդ կոնֆլիկտը շատ ֆունդամենտալ հիմքեր ունի եւ նաեւ ռուսական կողմը կոնֆլիկտի սցենար ունենալով խաղաղության սցենար չունի, կամ այնպիսի սցենար ունի, որ Ուկրաինայի համար անընդունելի է,
մոտ ապագայում առնվազն մոտ ամիսներին այս կոնֆլիկտը հանգուցալուծում չունի ու որոշ զարգացումների դեպքում, երբ որ ուկրաինական բանակը եթե ունենա հաջողություն հողի վրա, այսինքն հնարավորություն ունենա հետ վերցնել կորցրած տարածքների մի մասը, Ռուսաստանի համար սա շատ ավելի խնդրահարույց իրավիճակ է լինելու եւ կարծում եմ բերելու է Մոսկվայի դիրքերի կոշտեցման եւ կոնֆլիկտի շարունակման, ցավոք սրտի բավականին ինքը տուպիկային իրավիճակ է ստեղծվել եւ ստեղծվել է առաջին հերթին հենց ռուսական կողմի քաղաքականության եւ դիրքորոշման արդյունքում Ուկրաինան հիմա իմ պատկերացմամբ եւ որ խոսում է խաղաղության մասին ինքը շատ լավ հասկանում է նաեւ Դոնալդ Թրամփի տրամաբանությունը, որ նախկինում հիշում եք ինքը միշտ ուկրաինական կողմին էր մեղադրում կամ ավելի շատ էր ճնշում, հիմա Ուկրաինան այդ խաղը լավ սովորել է, ինքը ասում է ես պատրաստ եմ խաղաղության, հողի վրա փորձում է մաքսիմալ իրավիճակը փոխել ու այնպես իրավիճակ է ստեղծում, որ Ռուսաստանը նույնիսկ եթե համաձայնվում է ինչ-որ բաների հետ, ինքը իրական պատրաստ չէ գնալ ինչ-որ խաղաղության գործընթացի ու քանի որ նաև իրավիճակը իօգուտ Ուկրաինայի է փոխվում, Ռուսաստանի համար վիճակը դառնում է տուպիկային իմ նշած, հա, այսինքն նույն պահանջներ իրենք չեն կարող կրկնել, բայց կրկնում են, հասկանալով, որ հիմա շատ ավելի վատ վիճակում են գտնվում, ու նաև հասկանալով, որ պետք է այդ վիճակը ինչ-որ ձևով ուղղեն, որպեսզի ապահովեն այն ինչ ուզում են, ու սա անվերջ շղթա է, որտեղ իրենք փորձելու են վերականգնել ինչ-որ բարենպաստ իրավիճակ, ուկրաինական կողմը հավանաբար դա թույլ չի տալու եւ վերջին ամիսների տենդենսը այնպիսին է, որ Ուկրաինան ավելի հաջողակ է։ Ես կարծում եմ, այս սցենարը առնվազն մոտ ամիսներին կշարունակվի, հետեւաբար սա նշանակում է իմ կարծիքով արդյունքում ռուսական կողմը կամ ավելի կոշտ դիրքորոշում է զբաղեցնելու կամ ինչ-որ ճգնաժամային մենք դրսևորումներ ենք ունենալու, որովհետեւ շատ տուպիկային տրամաբանություն է ստեղծվել։ Պարոն Մելիքսեթյան, վերադառնալով մեր ներքաղաքական այս խորհրդարանական ընտրություններին, ասացիք, որ Ռուսաստանի պլան Ան այն էր, որ Գյումրու սցենար իրագործեին եւ պրո-ռուսական ուժերը գային իշխանության։ Հիմա մենք տեսնում ենք, որ ինչ-որ իմաստով անկանխատեսելի էին այս արդյունքները իրենց համար, բայց պլան B չունեն այս ուժերը ստացվում է, որովհետեւ տեսեք, նույն խորհրդարանական դիմություն, այսպես դիրքավորված ուժերը, նույն Հայաստան դաշինքը ուժեղ Հայաստանը, որ մինչ այդ հայտարարում էին, որ իրենք են արդեն հաջորդ կառավարությունը ձևավորելու հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանը անգամ հայտարարում էր, որ եթե իր հաղթանակը գողանան հեղափոխություն կանեն, հիմա մենք տեսնում ենք, որ ըստ էության իրենք են լռում Ռուսաստանի Դաշնությանը սինխրոն, պարզապես դժգոհություններ ունեն ընտրական process-ների հետ կապված, մենք չենք տեսնում դժգոհող զանգված, հեղափոխություն իրականացնող զանգված, ավելին այսօր Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր դաշտը համախմբելու մասին, այնինչ գիտեք ընտրություններից առաջ այդ ագրեսիվ քարոզը, որ իրենք գալու են եւ կանգնեցնեն 300,000 ադրբեջանցիների վերադարձը, մոռացան անգամ ադրբեջանցիների վերադարձի մասին, ինչ է կատարվում նաեւ այս շրջանակների մոտ։ Այսինքն պլան B ուզում եմ հասկանալ ըստ էության գոյություն չի ունեցել։ Չէ, ես կարծում եմ, եթե Ռուսաստանի տեսակետից ենք դիտարկում, իհարկե պլան B եղել է, որովհետեւ այնուամենայնիվ կարծում եմ Նիկոլ Փաշինյանի կուսակցության, հա, քաղաքացիական պայմանագրի հաղթանակը կանխատեսելի էր։ Նույնիսկ եթե իրենք փորձում են հակառակը ապացուցել եւ ասենք կեղծած սոցհարցումներ, ինչ որ տենց այդ Գյումրու սցենարի ակնարկներ ռուսական մամուլում եւ այլն, բայց իրենք պատրաստ են այս սցենարին, պարզ է որ նաեւ ընդդիմությունը փորձում է ինչ որ մաքսիմալ դժգոհության միջոցով նաեւ քաղաքական կապիտալ ձեռք բերել ու սկսել այդ կոնսոլիդացիան ընդդիմադիր ուժերի, ես նաեւ այդ կասկածները կար մինչ ընտրությունները, որ քանի որ ֆորմալ առումով Սամվել Կարապետյանը չէր կարող դառնալ վարչապետի թեկնածու, իսկ իր թիմում նաեւ այդպիսի փորձառու քաղաքական գործիչ չկար, այդպիսի կասկածներ կար, որ գուցե այդ Ռոբերտ Քոչարյանի համար ազատվող ինչ որ բազմոցի մասին է, հա, ու ես հիմա այդ կասկածները սա գուցե վարկածն է, որ գուցե հենց այդ ուղիով են ուզում գնալ, հա, ընդդիմությունը այդ ճանապարհով է գնում, հա, որ միավորվել է հենց դրա մասին է խոսում։ Բայց ինչ է տալու միավորվել է իրենց այս փուլում։ Դե իրանք փորձում են արդեն տարբերություններ չկան, հա, որ մենք նայում ենք այդ տարբերությունները իրենք ինչ որ շատ մանր տակտիկական բնույթի են ու այս նոր քաղաքական ուժը, հա, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը ստեղծվել էր մի պատճառով, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ասոցացվում էր
այսպես կոչված նախկինների հետ, եւ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ամենաբարձր հակառեյտինգ ունեցող քաղաքական գործիչներից էր, եթե գործիչը չի, եւ հետեւաբար սա է պատճառը, որ Սամվել Կարապետյանի ուժը ստեղծվեց, ինքը նոր ուժի կարգավիճակ ուներ, ինքը ֆինանսական կարողություններ ուներ եւ հույս աներ, որ քանի որ Հայաստանում կա բավականին բարձր դժգոհություն, հա, այսինքն միշտ այդ 2020-23 թվականներից հետո բնակչության մի մեծ խումբը չէր կողմնորոշվել կամ դժգոհ էր իշխանությունների դեմ էր, իրենք ակալում են, որ այդ դժգոհ զանգվածը չընտրելով Ռոբերտ Քոչարյանին, որը ունի բարձր հակառեյտինգ, կընտրի այդ նոր քաղաքական ընդդիմադիր ուժը եւ դրանով իրենք կարող են այդ իշխանափոխությունը կատարել, ինչը չստացվեց, հա, կամ մասնակիորեն ստացվեց, որովհետեւ իսկապես այդ դժգոհ զանգվածի մի մասը ընտրեց Սամվել Կարապետյանին, մյուսին նպաստեց ֆինանսական կարողությունները, ինչ որ տենց ազնական կապերը, քաղաքական մշակույթը, հա, այդ կիսակրիմինալ, թաղային եւ այլն մշակույթը, կապերը, տարածքային հայրենասիրությունը, ինչ որ, հա, հատկապես Տաշիրի տարածաշրջանում ինքը հաղթեց եւ այլն, ու այս հաշվարկներն էր կարծում եմ, այս գործոններն էին, բայց երկրորդ անգամ նույն կրկնելը, այսինքն սպասել, որ ընդդիմությունը կգնա նոր ընտրությունների, ես կարծում եմ դա ֆանտաստիկայի ժանրից է, որովհետև նույն ֆինանսական ծախսերը, այն ամբողջ մոբիլիզացիան, այն ամբողջ աշխատանքը, որ տարբեր էր ամիսներով, տարբեր մարդկանց հետ, որպեսզի իրենք բերեն, ձայներ բերեն եւ այլն, շատ դժվար կլինի կրկնել, ու սա է պատճառը, որ իրենք ուղղակի այդ դժգոհությունը փորձում են ցանկացած առիթ օգտագործել, որպեսզի ակումուլացնեն որոշակի դժգոհություն եւ նույն ոճով շարունակեն քաղաքական նաեւ պայքարը նոր խորհրդարանում, հա, ես կարծում եմ շատ կանխատեսելի խոսույթի հետ մենք գործ պետք է ունենանք եւ ակնկալել ինչ որ կոմպրոմիսային լուծումներ, որ հնարավոր կլինի, ասենք, որոշ հարցերում համագործակցություն իշխանությունների հետ, ցավոք սրտի անհնար է, այսինքն ընտրվելու է մի այնպիսի իրավիճակ է լինելու, երբ որ այնինչ իշխանություններն են ուզում, հա, այն որոշումները, օրենքները եւ այլն ընդդիմությունը դեմ է լինելու, ինչ որ ճգնաժամային իրավիճակ է ստեղծում կամ խնդիր ունենք, ինքը դա փորձելու է կապիտալիզացնել, տարբերակներից մեկը գուցե այն է, որ այնքան է դժգոհությունը իրենք ակումուլացնեն, որ ինչ որ փուլում գնան արտահերթ նոր ընտրությունների, տարբերակներից մյուսը այն է, որ աշխատելով, այսպես ասած, մաշելով իշխանությունների ռեսուրսները մյուս ընտրություններում նույնիսկ ոչ արտահերթ հասնեն հաղթանակի։ Ես կարծում եմ Ռուսաստանում այս երկարաժամկետ հաշվարկը կա, որովհետև իրենք նույնը կատարվել է Վրաստանում, ասենք, հա, եւ իրենք այդ վերացական սցենարը, Իվանիշվիլի սցենարը նույնպես հստակ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում ծառայել է որպես մոդել, հա, որ ինչ որ մի բիզնեսմեն գալիս է, ինքը ունի ֆինանսական կարողություններ, ինքը ունի կապեր Ռուսաստանի հետ եւ ժամանակի ընթացքում, եթե դու ժամանակ ունես, վաղ թե ուշ պարզ է, որ այդ իշխանությունը չի կարող հավերժ մնալ իշխանություն, հա, նույն կուսակցությունը, ու եթե դու աշխատես այդ դժգոհությունները, խնդիրները ակումուլացնես ինչ որ մի քաղաքական դաշտում, վաղ թե ուշ դու կհասնես հաջողության։ Ես կարծում եմ ռուսական կողմի հիմա այս ներվոզը հիմնականում կախված է նրանից, որ իրադարձությունները շատ ավելի արագ են զարգանում հենց Ռուսաստանի համար, վատ ուղղությամբ եւ ռուս-ուկրաինական պատերազմի, ինչպես նշեցի, համատեքստում եւ տարածաշրջանային զարգացումների, հա, իրենք վստահ չեն, որ այս ընթացքում տարածաշրջանում այնպիսի փոփոխություններ չեն լինի, որոնք այնքան կթուլացնեն ռուսական լծակների ազդեցությունը, որ ապագայում նաեւ այդ ռուսական ներկայությունը, նույնիսկ քաղաքական պրոռուսական ուժերի հաղթանակը այստեղ գրեթե իմաստ չի ունենա։ Եվ ես կարծում եմ, սա է պատճառը այդ ձեր նշած նաեւ լռության, որը հենց փորձ է մաքսիմալ ճնշումների միջոցով Հայաստանի իշխանություններից, ինչպես նշեցի, կորզել երաշխիքներ ռուսական ներկայության։ Պարոն Ալեքսիսյան, բայց մենք իշխանությունների խոսույթում էլ ենք հստակ տարբերություն տեսնում, թե նախընտրական շրջանում, թե ընտրություններից հետո արդեն վարչապետը արդեն քանիցս հայտարարել է, որ թավիշը վերջացել է եւ այլևս պետք չէ ակնկալել, այսպես ասած, փափուկ լուծումների, եւ հետո ասում է, որ քրեաօլիգարխիկ տարերը վերացնելու ճանապարհին պարբերաբար արտաքին սպառնալիքներ են եղել, նախ ինչպես կմեկնաբանեք, այսինքն արտաքին ուժեր ասելով նկատի ունի որևէ մի երկիր փորձել է խոչընդոտել այդ ճանապարհում եւ վարչապետի այս հայտարարությունները, որ քրեաօլիգարխիկ տարերը նախկին նախագահները պետք է պատասխանատվություն կրեն, ինչ է կարծում, սրանք պարզապես քաղաքական հայտարարություններ են, թե այնուամենայնիվ գնալու է իր հայտարարությունների ետևից։
Դե առաջին հարցի մասով կարծում եմ հստակ է, որ նույն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելը կախված էր հայ-ռուսական հարաբերություններից, հա, եւ այդ ճնշումը միշտ կար, եւ որ ինքը ձերբակալված էր դեռ մինչեւ 2020 թվականի պատերազմը, եւ մենք հիշում ենք նաեւ այն զանգերը հեռախոսային ծննդի արդիվ ինչ որ շնորհավորանքները, որ ուղղում էր նաեւ Ռուսաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այստեղ այդ նաեւ արտաքին համատեքստը հասկանալի է։ Այսինքն հստակ Ռուսաստանը միջնորդել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը առնվազն մնա ազատության մեջ։ Ես կարծում եմ չմնա անազատության մեջ։ Այո, հստակ է եղել, որ Ռուսաստանը դրանից դժգոհ է, Ռուսաստանը նույնիսկ բաց ինչ որ կանալներով, ԶԼՄ-ներով եւ այլն քաղաքական հայտարարություններով ցույց է տվել, որ ինքը դժգոհ է այդ փաստից, բայց սա ինչ որ բան է, sense աքսիոմատիկ ինձ համար փաստ է, երկրորդի առումով արդեն իհարկե կախված է նաև ինչ իրավական համակարգ ինչպես է աշխատելու, որովհետև գիտեք որպես քաղաքական կոչ պայքարել քրեալ օլիգարխիկ ինչ որ ուժերի դեմ եւ այլն, միայն եթե ինքը կարգախոս է, ինքը ոչ մի բան չի փոխում, հա, այսինքն ինքը պրոբլեմատիկ է ու այս համատեքստում նաև իրավական համակարգի կարծում եմ անկախ լինելն է շատ կարևոր խնդիր, ինչը նույնպես սպեկուլյացիաների թեմա է, որովհետև ռուսական նայեք այդ պրոռուսական դաշտում նույնպես իրավունքները, ազատ արդարադատությունը եւ այլն դարձել են գործիք ապալեգիտիմացնելու այն քաղաքական գործընթացները, որ կան Հայաստանում ու ցավոք սրտի մենք հիմա այդ երկընտրանքն ունենք, հա, ասենք կան իշխանությունները, կա անդիմությունը եւ կա ռուսական քարոզչությունը եւ հաճախակի եւ որ մենք ունենում ենք պրոբլեմատիկ նաեւ իրավական դեպքեր, իսկ իրենք անխուսափելի են եւ կան, սա նաեւ պատճառ է դառնում, որպեսզի կամ չեզոք մարդիկ, կամ մարդիկ, որոնք դեռ նույնիսկ ինչ որ հակառուսական դիրքորոշում ունեն, բայց հաճախակի այդ ներքին կոնֆլիկտների պատճառով դառնում են ռուսական այդ տրամաբանության եւ հիբրիդային հարձակումների զոհը եւ այստեղ շատ կարեւոր է որ մենք տարանջատենք մեր ներքին քաղաքական խոսույթը այդ ազդեցությունից, որովհետեւ Ռուսաստանը շատ ակտիվ է բանը օգտագործում է, ես նաեւ որոշակի ժամանակի ընթացքում անխուսափելի հիասթափությունը ոչ այդքան արագ բարեփոխումներից, հա, կամ այն խնդիրներից, որ կան մեր ներքին քաղաքական դաշտում, ունենան կայացած իրավական համակարգ ու կարծում եմ նաև քաղաքական առումով, որպեսզի այդ որոշումները շատ պարզ լինեն եւ վստահելի լինեն, հա, որովհետեւ երբ որ այս քաղաքական բևեռացման շրջանում մենք ունենում ենք պրոբլեմատիկ որոշում իշխանությունների կողմից, ինքը անմիջապես դառնում է ինչ որ մանիպուլյացիաների թեմա եւ ես կարծում եմ, որ այդ իմ նշած ժամանակի գործոնը, որ Ռուսաստանի պլան B-ն ինչն էր, գործոնից մեկը այն էր, որ այնքան են կուտակվելու նմանատիպ խնդիրներ, որ վաղ թե ուշ հասարակության մեծամասնությունը թեքվելու է հակառակ այդ գործընթացներին եւ փնտրելու է հենց այդ պրոռուսական ուժերին որպես փրկություն ու այս առումով ես կարծում եմ մենք շատ պատասխանատու փուլում ենք գտնվում, որտեղ այդ նախկին հայտարարությունները, որտեղ նմանատիպ հայտարարություններ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-19 թվականներին է արել ու նաեւ բնակչության մի զգալի մասի հիասթափությունը քաղաքացիական պայմանագրից եղել է այն, որ դրանք չեն իրականացվել, հա, նույն Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, նախկինների հետ կապված, օլիգարխների հետ կապված ու հիմա մենք շատ պատասխանատու փուլում ենք, որտեղ այս գործընթացները իրենք շատ վտանգավոր է, որ օլիգարխատը պահպանում է քաղաքական լծակներ, հա, օլիգարխները միակ այլընտրանքն են փաստացի դառնում, որովհետև եթե Սամվել Կարապետյանի քաղաքական ուժից, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժից, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժից դուք անեք ֆինանսական կարողությունները, իրենք ուղղակի ներկա չեն լինելու Հայաստանի քաղաքական դաշտում կամ շատ մարգինալ ուժեր են լինելու ու այսինքն շատ կարևոր է որ Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական պայքարը լինի հենց քաղաքական պայքար, ոչ թե ֆինանսական ինչ-որ կարողությունների տերերի պայքարը ու Հայաստանի պայմաններում դա միշտ գրեթե նաև շատ խոցելիություն է նշանակում, որովհետև Սամվել Կարապետյանի ֆինանսները իրենք կախված են ոչ թե Հայաստանի Հանրապետությունից, այլ Ռուսաստանից, նույնը Գագիկ Ծառուկյանից գալիորեն, հա, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ֆինանսական կապիտալն է կախված այս ամենից։
Այսինքն շատ կարևոր է, որ այս հիմքերը ոչնչացվեն, բայց ոչնչացվեն իրավական հիմքերով, ոչ թե քաղաքական հետապնդումների կամ քաղաքական պատվերի, ու սա կարծում եմ ամենալուրջ մարտահրավերն է, որ մենք ունենք, ամենամեծ գայթակղությունն է, որ նաև ունեն իշխանությունները, որովհետև ու նաև ես կասեի, եթե այս բաները մի կողմ դնենք, հա, մեր հասարակական դիսկուրսում էլ պետք է հասկանանք, հա, իսկ ինչպես նայել այս հարցին եւ ինչ լուծումներ են ընդհանրապես հնարավոր, ցավոք սրտի մեր այդ ներքին դիսկուրսը, ինչպես նշեցի, ինքը նպաստում է ոչ առողջ քաղաքական ուժերի նաեւ ամրապնդմանը, հայտնվելուն քաղաքական դաշտում։ Ես կասեի, մեր ամենամեծ խնդիրը այն էր, որ բացի այս հայտնի ուժերից, հա, որոնք հստակ այդ պրոռուսական առնվազն իրենց մոտ, եթե ոչ ռուսական ուղիղ ներկայությունը կա իրենց աջենդայում, հա, իրենց օրակարգում, մեր այն հատվածը, որ մասնակցել են ընտրություններին, ընդդիմության, տարբեր ուժերի քաղաքական, որ կարող են առողջ ընդդիմություն լինել, իրենք գրեթե ոչինչ չառաջարկեցին հասարակությանը, իրենք մտան այդ 300,000 ադրբեջանցիների հիմար թեզի հետևից, իրենք ընկան ազգային պոպուլիզմի հետևից, հա, հիմնականում թիրախավորելով հենց խաղաղության գործընթացը, հայ-ադրբեջանական գործընթացը, ու ցավոք սրտի բոլոր բանավեճերը, որ ես դիտում եմ, ու քանի որ հենց այդ թեմայով իմ պատկերացումները ամենախորն են եւ դետալայինն են, ես պետք է ասեմ, որ այդ մեր ընդդիմադիր քաղաքական դաշտը շատ մանկամիտ, շատ մակերեսային եւ շատ վատ պատկերացում ունի այդ գործընթացների մասին, ու երկարաժամկետ առումով սա Հայաստանի համար շատ ավելի լուրջ խնդիր է։ Մի բան է, երբ որ դու հստակ գործ ունես քաղաքական ինչ-որ քաղաքական կողմնապաշտ ուժերի հետ, հա, որոնք հստակ կապեր ունեն ու կրկնում են ռուսական նարատիվները, հա, եւ անկախ չեն այդ առումով, եւ մյուս խնդիրն է, որ մենք ունենք ուժեր, որոնք իսկապես փորձում են հայաստանյան լինել, Հայաստանի բնակչության առաջին հերթին շահերը պաշտպանել, բայց կրկնում են կամ նույն նարատիվները, որովհետև նույնականացնում են խաղաղության գործընթացը իշխող ուժի հետ, չեն հասկանում, որ ինքը ունի օբյեկտիվ տարրեր, որ կախված չի քաղաքական ուժից, ինքը օբյեկտիվ փաստ է եւ իրենք այդ օբյեկտիվ մասը չեն ընդունում, ընկնում են մանիպուլյացիաների հետևից, հա, մինչեւ հիմա այդ Գորիս Կապան ճանապարհի օրինակ թեմայով դուք տեսեք ինչքան շահարկումներ եղան, ու դա ցույց է տալիս, որ մինչև հիմա չեն հասկանում մարդիկ տվյալ դեպքում քաղաքական գործիչները ինչու է այդպես եղել եւ ինչ է նշանակում, որ կար խորհրդային շրջանում սահման, դա դառնում է միջպետական սահման։ Սահմանազատման հետ կապված էլի կրկնում են նույն ստերը կամ նույն անհեթեթությունը, որ 2024 թվին էին կրկնում։ Ինքը շատ պարզ բան է, էլի, այսինքն դա բավականին տարրական գիտելիք է ու շատ վատ է, որ մինչև հիմա մեր քաղաքական դաշտում այդ գիտելիքները չեն յուրացվել քաղաքական ամբիցիաներ ունեցող ուժերի կողմից, հա, բայց այդ պարզ մանիպուլյացիաները, պարոն Մելիքսեթյան, նաև մարդկանց վրա մեծ ազդեցություն են թողնում։ Նույն 300,000 ադրբեջանցիների վերադարձ այդ Միջանցքի մասին խոսակցությունները, անընդհատ ինչ-որ հողեր հանձնելու մասին խոսակցությունները, հիմա էլ նաև անկլավների թեման էին պարբերաբար դաշտ բերում։ Սրանք նաև մարդկանց գիտակցության վրա որոշակի ազդեցություն են ունենում։ Անկլավների թեման ընդհանրապես շատ sense կասեի դասագրքային էր, որովհետև երբ որ այդ թեման առաջացավ, ես ուղղակի այդ նախընտրական բանավեճի մասնակիցներից մեկի պոպկորնը ասենց ուտելով կարդում է այդ տեքստերը ու փորձում է հասկանալ այս մարդիկ, այս տեղեկությունները որտեղից են վերցնում, որովհետև անկլավների թեման այս փուլում հայ-ադրբեջանական բանակցությունների չկան, իրենք ընդհանրապես բազմիցս արդեն են տրամաբանությունն է, որ լինելու են վերջում, եթե լինի սահմանազատման գործընթացի ավարտը, հենց այդ ժամանակ վերջին հարցը լինելու է անկլավների հարցը, որովհետև ինքը ամենաբարդ հարցն է։ Եվ մենք ունենք, ես կասեի, տարիներ, մինչև որ այդ հարցը ակտուալ կլինի, ու ինձ հետաքրքիր էր գիտեք, ինչ sense էներգիայով, ագրեսիվությամբ, նաև որոշակի այդ ազգ փրկելու միտումներով եւ այլն, լրագրողներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ կամ գործիչացուներ, որոնք այդ մասնակցում են այդ նախընտրական գործընթացին, ակտուալացրել են անկլավների թեման ու փորձում են ապացուցել, որ SIS-ը ընտրություններից 2-3 շաբաթ հետո այս հարցը ակտուալ է լինելու, այդ հարցը ակտուալ չի լինելու։ Ու նաև շատ տխուր է, որ նույն մարդիկ, որ այդ շատ պրետենցիոզ, պաթետիկ ձևով այդ հարցը ընտրություններից առաջ մատի փաթաթան էին սարքել,
հիմա մոռացել են, որ իրենք նմանատիպ բաներ ասել են, գրել են ու նույն ձևով, նույն ոճով այլ հարցեր են քննարկում։ Ցավոք սրտի, սա գիտեք, մեր մտավորականների, փորձագետների թեթևամտության ամենավառ դրսևորումներից է, որ շատ կատեգորիկ ձևով, որ սա վերջին ճշմարտությունն է, այն ինչ ես այս պահին գրում եմ, ու դա չի ենթադրում, որ դու կարող ես քննարկել ինչ-որ դիսկուսիա լինի, այ ես գրեցի, ես ճիշտ եմ, այդպիսի բաներ գրում են ցանկացած թեմաներով, որոնց մասին հիմնականում մակերեսային պատկերացում ունեն։ Ու այդ տեքստերից այնպիսի տպավորություն է, եթե իրանց գրածով լինի, Հայաստանի վերջն է գալու կոպիտ ասած, սա շատ կարևոր հարց է։ Երբ որ դա չի լինում, ու դա չէր լինելու, որովհետև դա սուտ է, էլի ակնհայտ, շատ արագ մոռացվում է, որ ես նմանատիպ բան ասել գրել եմ, ու երկրորդ թեմայով նույն ոճով գրվում են, ու ցավոք սրտի մեր սոցցանցերն են այս ոճի մեջ, ու սա դարձել է նաև ինչ-որ sense պայքարի միջոց, գիտեք, ինչ-որ ազգի փրկելու միջոց, ու կա ազգայնական ոճը, այդ որ 300,000 ադրբեջանցիների դեմ են պայքարում նման ձևով եւ այլն եւ այլն, մի ստեղծված բանի, ինչ-որ վտանգի, որը իրականությանը չի համապատասխանում, այլ նպատակներ ունի եւ պետք է հասկանաս հենց ինչու են, ադրբեջանական կողմը այս խոսույթը տարածում եւ հասկանալով դա գուցե ինչ-որ ձևով նաեւ կանխարգել են։ Բայց շատ արագ նաև կա մի ուրիշ բան, որը ես կասեի լիբերալ կամ իրավապաշտպան, այսպես ասած, խոսույթ, որը բովանդակային էլի մաս չունի, կամ բովանդակային մասը շատ թույլ է, բայց կա այս պաթոսը, կա այս շատ անհանդուրժողական մոտեցումը հակառակ կարծիքի նկատմամբ ու էլի այս մոռացկոտությունը, որ ինչ որ օրակարգ առաջանում է, շատ ագրեսիվ, պաթետիկ ձևով պախարակում են, մեղադրում են սրան նրան, հետո մոռացվում է ու նույն թեմայի շուրջ կամ այլ թեմայի շուրջ նույն ոճով ամեն ինչ շարունակվում է ու հիմա ընտրությունների հետ կապված նույն գրեթե պատկերն է ցավոք։ Պարոն Մելիքսյան, կուզենամ շատ կարճ խոսենք նաև Սահմանադրության հանրաքվեի անհրաժեշտության մասին, գիտեք, որ հիմա նույն ուժերը ընդդիմադիր շրջանակները ասում են, որ այնուամենայնիվ իրենք հաջողել են գոնե այն իմաստով, որ քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չստացավ։ Նախ հասկանանք հանրաքվե անելու տարբերակներ ամեն դեպքում կան թե չկան եւ եթե սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան, դա ռեալ խոչընդոտ է խաղաղության գործընթացին, թե դա էլ ինչ որ իմիտացիա է, որը հորինել է Ադրբեջանը եւ ադրբեջանական կողմի համար դա լավ պատրվակ է գործընթացը ձգձգելու համար։ Նախ ընթացակարգերի մասին, եթե չկա սահմանադրական մեծամասնություն կամ ընդդիմության մեջ չկան այդ 6 ձայները, որ համաձայն կլինեն հանրաքվեն սկսելու, հանրաքվեն նախաձեռնելը, այսինքն ստորագրահավաքը 200,000 կամ 300,000 մարդ, եթե ստորագրի այդ հնարավորությունը կա ներկայացնելու ազգային ժողով, բայց որ ազգային ժողովում արդեն որոշումը կայացվի հանրաքվեի, պետք են հենց այդ 2/3 սահմանադրական մեծամասնություն եւ հետեւաբար, քանի որ ընդդիմությունը կտրուկ դեմ է, ինչ որ ակնկալել, որ մոտ ապագայում այդ դիրքորոշումը կփոխվի, կարծում եմ մոտ ապագայում մենք այդ հնարավորությունը չունենք տեխնիկապես։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի օրակարգին, ես կարծում եմ Ադրբեջանը իսկապես ինքը ունի այդ մարտավարություն չի, սա իր քաղաքականության բնորոշ գծերից մեկն է, որ եթե ինչ-որ բան պահանջում է, ինքը ուզում է, որ դա իրականացվի եւ մինչեւ վերջ ժամանակ է նաեւ ձգում, որ իր սցենարին հասնի, որովհետեւ սա շատ բարձր, այսպես ասած, էշելոններից հնչած բազմաթիվ անգամ կրկնված պահանջ է Ադրբեջանի կողմից եւ ադրբեջանական կողմը այս փուլում առավել եւս փոխարեն է ինչ-որ բան չստանալով, իսկ այդ փոխարեն ինչ-որ բան ստանալը ոչ միայն Հայաստանից է, ասենք նույն Եվրամիությունից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, դա նոր ներդրումներ են, ինչ-որ քաղաքական բարենպաստ որոշումներ են, որոնք կարող են ամրապնդել Ադրբեջանի միջազգային դիրքերը եւ այլն եւ այլն։ Այլ առանց նման առևտրի իրենք իմ կարծիքով այս փուլում պատրաստ չեն հրաժարվել այդ պահանջից, այսինքն եթե իրենք հրաժարվեն, փոխարենը ակնկալում են ինչ-որ խոշոր բան, որ ստանալու են։ Բայց ես կարծում եմ, որ սա Հայաստանի համար շատ ավելի շատ անկեղծ լինելու խնդիր է ու նաեւ եթե դու մտնում ես ինչ-որ մի գործընթացի մեջ եւ ընդունում ես որոշակի տրամաբանություն, իմ կարծիքով պետք է անկեղծ լինել ու մինչև վերջ այդ գործընթացը տանել։ Ու սա նաև հակառակ կողմի մոտ այն փոխհստավորության մթնոլորտն է ստեղծում, առաջացնում, որը չկա ցավոք սրտի հայ-ադրբեջանական հարաբերություններում կամ շատ թույլ է եւ մեր մոտ եւ իրենց մոտ։ Ես հասկանում եմ, որ իհարկե այս դեպքում իհարկե հայկական կողմն է իր վրա ավելի շատ վերցնում, քան հակառակ կողմը,
բայց վերջի մենք պետք է անկեղծ հասկանանք, այս խաղաղությունը մեզ է պետք, թե Ադրբեջանին է ավելի շատ պետք։ Կամ եթե Իսկ մեզ է պետք թե Ադրբեջանի համանդրություն, ես կարծում եմ մեզ է պետք ավելի շատ, ու խաղաղություն ոչ միայն խաղաղություն, այլ վերջնական կարգավորում, որովհետև փաստացի խաղաղությունը ինքը կա ու ես կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ ինչ որ մոտիվացիա չունի, ինչ որ ագրեսիվ գործողությունների անցնել, բայց նաև այս փուլում մոտիվացիա չունի զարգացնել ավելի կտրուկ այս գործընթացը, հա։ Հետևաբար նաև պետք է հասկանանք, իսկ որ մեր սահմանադրությունում այդ կետերը կան, հա, իրենք ասում են պատմական բնույթի են, լավ, պատմական բնույթի են, բայց այն մթնոլորտը, որտեղ ընդունվել է նաև այս սահմանադրությունը, հա, նախաբանը 95 թվականին, ինքը էլի եղել է կոմպրոմիս Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ազգային ուժերի միջեւ, որոնք փորձել են այս սիմվոլիկ ներկայություն ունենան սահմանադրության մեջ, նայեք, ինքը ոչ մի իրավական ուժ չունի, ինքը ուղղակի սենց սիրուն նկար է, ավելի շատ տեքստ է, որ հղում է 90 թվականի հռչակագրին իր հերթին, որը հղում է 89 թվականի դեկտեմբերի սկզբի այդ որոշմանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, ու կարող ենք հողի վրա նայել 91 թվականին ինչ եղավ։ Այդ փաստաթուղթը արդեն կար անկախության հռչակագիրը 89 թվականի որոշումը։ 91 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակում է անկախությունը, հետո հանրաքվե է լինում դեկտեմբերին, որտեղ ինքը բնակչությունը արտահայտում է անկախության օգտին։ Այսինքն արդեն իսկ խախտում է 89 թվականի որոշումը։ Հետո 95 թվականին, երբ որ այս ձևաչափը ընդունում է Հայաստանը, նաև այդ անկախությունը չէր, չէ, ընդունել Լեռնային Ղարաբաղի։ Այսինքն մեր մոտ ինչ որ sense մի հատ մոլուցք կա, որ ձևական սիրուն տեքստեր ընդունելու, դրա չկատարելու ու ինչ քաղաքական պայմաններում, եւ որ մաքսիմալ պատասխանատվություն է նաև պետք ու այս թեթևամիտ էմոցիոնալ արժանապատվություն եւ այլն այդ նման դատարկ կարգախոսների կրկնելու փոխարեն հասկանալ, որ այս որոշումը կարող է հստակ քաղաքական հետևանքներ ունենալ եւ ինքը ոչ թե մի երկու տարվա մասին է, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության նաեւ ապագայի մասին է։ Այս պայմաններում սկսել կարճել այն որոշումներից, որոնք նախկինում չեն կատարվել եւ որ ավելի բարենպաստ պայմաններ են եղել, ու սա ցույց է տալիս, ես կասեի, ձևական, պարսկական, արևելյան մշակույթի ներթափանցությունը մեր հասարակական, քաղաքական խոսույթի ու անլրջությունը, հա, իմ կարծիքով սա մեր խնդիրն է առաջին հերթին։ Մենք պետք է ունենանք այնպիսի տեքստ, որին մենք հետևում ենք, որին մենք լուրջ ենք, որը մենք լուրջ ենք ընկալում եւ հասկանանք նաեւ այս կասեի խնդիրների ճգնաժամերի միջոցով, որ մենք հասկանում ենք, որ սահմանադրությունը դա թուղթ չի, ինչ որ խորթային ժամանակաշրջանի ժառանգված, որովհետեւ ինքը հենց թուղթ էր։ Ինքը բոլորը հասկանում են, որ այն ամրագրված սկզբունքները, այդ թվում խոսքի ազատության եւ այլն, դրանք ոչ մեկը չի կատարվում խորթային միությունում։ Ու մեր մոտ մինչև հիմա նստած է, որ կարելի է գեղեցիկ ինչ-որ տեքստ ունենալ ու դա չկատարել, ես կարծում եմ, չէ, պետք է մենք հասկանանք, որ ամեն տող պետք է այնպեսին լինի, որ մենք լուրջ վերաբերենք այդ տողին եւ դա կատարենք եւ դա դառնա սկզբունք ոչ միայն այս նախաբանների, այլ բոլոր հարցերի, որ մենք ունենք եւ ներքին քաղաքական, արտաքին քաղաքական։ Սա մշակույթի կերտման, ես կասեի, սկզբունք է, սա իմ ընկալումն է եւ ես դրա կողմնակիցն եմ։ Ես դա չեմ դիտարկում նաեւ հենց միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստ։ Շնորհակալ եմ, պարոն Մելիքսեթյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանն էր, կհանդիպենք։